Այսօր զրուցում ենք Իրանի հարցերով փորձագետ Արաբ Շահնազարյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Շահնազարյան, նախքան իրանական զարգացումների մասին խոսելը կուզենայի խոսենք մեկ այլ սենսացիոն իրադարձության մասին։ Մերձավոր Արևելյան այս թոհուբոհի ֆոնին Իսրայելի կառավարությունը միաձայն եւ պաշտոնապես ընդունեց հայոց ցեղասպանությունը տասնամյակների մերժումից հետո ինչու հենց հիմա սա զուտ հարված է Թուրքիային, թե նաև իրանական ենթատեքստ կա։ Ես պիտի նշեմ, որ գլխավոր թիրախը բնականաբար Թուրքիան է, հաշվի առնելով լարված հարաբերությունները, որոնք գոյություն ունեն վերջին տարիների ընթացքում եւ հատկապես վերջին շրջանում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, այնքան որ Նեթանյահուն անընդհատ հայտարարում է վերջին հայտարարությունն էլ կար, որ Էրդողանը ամեն օր խոսում է Իսրայելի վերացման մասին, սա հստակ հարված էր, քաղաքական նպատակ ունեցող հարված էր ուղղված Թուրքիային։ Բայց չմոռանանք Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները։ Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները կան եւ ընդհանրապես այս լարված ֆոնին, որը տիրում է Մերձավոր Արևելքում, գոյություն ունեցող մի քանի հակամարտություններ տարբեր ճակատների վրա, որտեղ ուղղակի կամ անուղղակի ներգրաված է Իսրայելը, ես կարծում եմ այս որոշման ընդունումը ուներ հստակ ենթատեքստ, նախ ուղղված Թուրքիային, հետո ինչու՞ չէ տրամաբանորեն կարելի է ենթադրել նաև, որ Իրանը եւս կարող է հայտնվել տեսականորեն նման հնարավորություն, այո, գոյություն կարող է ունենալ։ Հայաստանը ինչպես պետք է արձագանքի նման իրավիճակում, հաշվի առնելով մեր հարաբերությունները Իրանի հետ եւ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Իրանի համար թիվ 1 թշնամին Իսրայելն է։ Ես պետք է նախ նշեի, որ նման բացառիկ հնարավորություն, որ ստեղծվում է բնականաբար քեզ համար, ուրեմն դու ելնելով քաղաքականության ամենապարզ նորմերից պետք է այդ առիթը օգտագործես։ Ինչ մնում է Հայաստանի գործող իշխանությունների արձագանքին, որը միջ այս պահը գոնե բացակայում է, ես կասեի, որ տրամաբանականը այն կլիներ, որ բնականաբար ողջուներ նման որոշման ընդունումը, սակայն մեր արտաքին քաղաքականության մեջ սա առաջնահերթություն չէ այլևս։ Այլևս առաջնահերթություն չէ, ցավոք սրտի ցեղասպանության հարցը ընդհանրապես առաջնահերթություն չէ, դեռ չխոսենք ճանաչման մասին, ողջունել եւ հետո սակայն եւ Իսրայելի դերակատարությունը, ապակառուցողական դերակատարությունը տարածաշրջանում, հիշեցնելով այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում, այն ինչ որ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում, իսրայելա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները, որոնք ոչ միայն ուժերի հավասարությունն են խախտել այս տարածաշրջանում, նաև ապակայունացնող գործոն են այս տարածաշրջանում։ Կարծում եմ, պիտի այդ սահմանում լիներ այդ կոչը եւ արձագանքը, այդ արձագանքը կներեք, այդ սահմաններում պետք է լիներ, որին այդ դեպքում ես կարծում եմ տրամաբանորեն կմոտենար նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, գիտակցելով այն կարևոր խնդիրը, թե ինչ նշանակություն ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, իհարկե ինչպես նշեցիր, այս իշխանության կողմից արդեն մի կողմ է թողնված ամբողջությամբ։ Իսկ ինչ է կարծում, ինչ կտա այդ ճանաչումը Հայաստանին ընդհանուր առմամբ։ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել դա։ Պետք է կարողանա օգտագործել ցանկացած քաղաքական քայլ, իմ կարծիքով քաղաքական ակտ, որը հարվածում է Թուրքիային, դա պետք է լավագույնս օգտագործի Հայաստանը։ Սա ինձ համար միանշանակ է, նույնը Ադրբեջանի ճակատում, բայց այստեղ մի մեծ բայց գոյություն ունի, արդյոք այս իշխանությունները, գործող իշխանությունները ընդհանրապես նպատակ ունեն օգտագործել նման հնարավորություններ, թե ոչ, կամ ես կասեի ընդհակառակը։ Այսինքն մոռացության տալ, չարձագանքել, չօգտագործել այդ ամեն ինչը, ելնելով այդ իրենց այսպես կոչված խաղաղության ճակերտավոր դարաշրջանի տեսությունից, որը փորձում են տարածել եւ փաթաթել հայ ժողովրդի վզին այդ այսպես կոչված քաղաքականությունից ելնելով։ Շատ լավ, անցնենք իրանական զարգացումներին։ Մեր վերջին հանդիպման ժամանակ դուք բավականին թերահավատ էիք Ժնևյան բանակցությունների արդյունքների մասով, նշելով, որ խաղաղության ակնկալիք չունեք եւ շատ ժամանակ չանցավ, իսկապես Միացյալ Նահանգները հարվածեց Իրանին եւ Իրանը նույնիսկ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է ոչնչացնել
Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հիմա ինչ է կատարվում, ինչու է այսպես եւ ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Բանակցությունները կշարունակվեն այսուհանդերձ, թե այլ տարբերակներ են արդեն քննարկվում։ Սիրելի Կարեն, ես եթե հիշած նշեցի անպայման, նշեցի, որ այս բանակցությունները բացարձակապես հարց չեն ընթանալու, շատ բարդ բանակցություններ է լինելու, որոնց արդյունքը, ինչպես ասած, անհայտ է եւ այո, ես ասացի, որ որոշակիորեն թերահավատորեն եմ վերաբերում այս գործընթացին, որովհետեւ ինչպես նշեցի, կան բազմաթիվ խնդիրներ, կուտակված խնդիրներ, որոնց լուծում գտնելը այդքան էլ հեշտ չի լինելու այս 1-2 ամսվա ընթացքում, գումարած դրան Թրամփի վարքագիծը, որը մի բան է ասում, մեկ այլ բան է ասում, անընդհատ կարող է մի օրում, ինչպես բազմիցս զրույցեր ենք միասին, կարող է մի օրում հակասական հայտարարություն, աստիճան տրամագծորեն հակառակ խնդիրներն ասել, հայտարարությունները կատարել։ Նույնը նաև այս բանակցությունների հետ է կապված, այո, հարվածները շարունակվում են, որովհետև կա մի շատ կարևոր խնդիր, որը չպիտի մենք մոռացության տալ։ Այն որ այն ինչ որ ի սկզբանե հայտարարել Թրամփը, ու մենք զրուցել ենք այդ մասին եւ ոչ մեկը չի իրականացվել, այն որ Թրամփը ստիպված է սա այսպես կոչված վաճառել ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաեւ Միացյալ Նահանգների ներքին լսարանին որպես հաջողություն եւ հաղթանակ, սա շատ մեծ խոչընդոտ է եւ պետք է սրա համար լուծումներ գտնել։ Թրամփը հիմա հայտարարում է, կրկին հայտարարեց, որ մենք հարվածել ենք Իրանի ԱԹՍ եւ միջուկային, այսպես կոչված արսենալին, օբյեկտներին թույլատնելու համար դա ընդամենը մի քանի րոպե հետո հարվածներ է ստացել թե Բահրեյնում, թե Քուվեյթում։ Երկու տեղ հարվածներ է ստացել ու այս գործընթացը իմ կարծիքով ես կարծում եմ, որ կշարունակվի ամբողջ այս ընթացքում։ Եթե Միացյալ Նահանգները չկարողանա համոզվել, Միացյալ Նահանգները չգա այն բանին, որ այո, մի ինչ որ խնդիրներ կար, որ ես տանուլ եմ տվել այդտեղ, չեմ կարողացել իրականացնել նպատակները, հիմա ամենախելացի քայլը ըստ իրենց որն է լինելու, ես կարող եմ ասել որն է լինելու իմ տեսակետից, իմ տեսանկյունից, դիտակետից, բայց ըստ իրենց որն է լինելու, որը հանգեցնելու է խաղաղության։ Եվ կա մի շատ կարևոր հարց իմ կարծիքով, արդյոք ընդհանրապես Սպիտակ տունը պլյուս դրան Իսրայելը ձգտում են խաղաղության, թե ոչ։ Սա ամենաինտրիգային հարցերից է, որի պատասխանը միանշանակ չէ իմ կարծիքով։ Փորձագիտական շրջանակները նաև հաճախ են նշում, որ իրականում Թրամփը կտրված է իրականությունից եւ միգուցեև նրան չեն զեկուցում, տեղեկացնում, թե ինչ է կատարվում Իրանում։ Այդ տեսակետը կա նաև ավելի մի նույն բովանդակությամբ, բայց այլ տեսակի տեսակետ, որ նշում են, թե այնուամենայնիվ հետախուզությունը, անվտանգային համակարգը նրան զգուշացրել էին, որ չես կարող հասնել քո նպատակներին, հիմա եւս զգուշացնում են, որ կրակի հետ ես խաղ անում, եթե վերսկսվի պատերազմը, բոլորովին այլ բովանդակության, բոլորովին այլ մակարդակի պատերազմ է լինելու երկու կողմի համար, բայց մանավանդ Միացյալ Նահանգների համար։ Հիմա տեսեք, Թեհրանը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը իր ինքնիշխան տարածքն է եւ ինքն է վերահսկելու։ Վաշինգտոնն էլ կոշտ կերպով պահանջում է, որպեսզի ելումուտը Հորմուզի նեղուցով լինի ազատ։ Մենք եւ այս իրավիճակում նաեւ գիտենք արդեն էլեկտրոնային տարբերակով ստորագրված համաձայնագրի մասին, որը ենթադրում է խաղաղություն։ Ըստ էության դա չի պահպանվում, բանակցությունները կշարունակվեն, թե չեն շարունակվի հարցի մյուս կողմն է, բայց այս պահին ինչ են կողմերը ուզում միմյանցից։ Սա զուտ պարզապես մկանների ցուցադրություն է լայնամասշտաբ մեծ պատերազմից, մերձավոր արևելյան պատերազմից առաջ, թե ինչ ուղերձներ է պարունակում։ Մկանների ցուցադրում միգուցե մկանների ցուցադրում լինի, մանավանդ Իրանը փորձում է հասկացնել տալ, որ ցանկացած քայլ, որ դուք կատարեք հակառակ այն, այսպես կոչված փոխմբռնման փաստաթղթին, որը ստորագրվել է, հակառակ դրան ինչ որ քայլ կատարվի, ես անմիջապես համարժեք համաչափ արձագանքելու եմ այդ բոլորին։ Բայց այնուամենայնիվ կա
մեկ կարևոր նրբություն Հորմուզի նեղուցը։ Սա ամենահանգուցային հարցերից է, միգուցե ոչ պակաս կարևոր, քան Իրանի միջուկային ծրագիրը, ես կասեի ավելի կարևոր, քան այս պահի դրությամբ, քան Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը, որովհետև ինչպես ամերիկացի փորձագետներն են նշել, Թրամփը իր այս գործողություններով ակամայից մի զենք տվեց Իրանի ձեռքը, հնարավորություն տվեց օգտագործել մի զենք, որը շատ ավելի հզոր է, քան ատոմային ռումբը, որից վախենում են։ Դա Հորմուզի նեղուցն է, որում Իրանը մանևրի շատ լայն հնարավորություն ունի եւ հակառակ դրան Միացյալ Նահանգների մանևրի հնարավորությունը այդ տարածքում չափազանց սահմանափակ է։ Սա այս գործընթացը 40-օրյա պատերազմը եւ դրանից հետո այս ընթացքը դրա մասին դրա վառ ապացույցն է, խոսում է դրա մասին։ Ամերիկյան պարբերականներից Axios-ը գրում է, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը գաղտնի համաձայնագիր են կնքել, որի հիմնական նպատակը տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացումն է։ Կա տպավորություն, որ Միացյալ Նահանգները երկակի խաղ է խաղում Իրանի թիկունքում։ Դուք ունեք այդ զգացողությունը։ Այո, այդ զգացողությունը նաև ես ունեմ։ Իրանի փորձագիտական շրջանակները նաև պնդում եւ ընդգծում ու ահազանգում են այդ մասին, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները երկակի խաղ է խաղում թիկունքում, որովհետև այն ինչ որ ստորագրվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի եւ Լիբանանի միջև, դա երբ ծանոթանում ես բոլոր կետերին, հատկապես երկրորդ կետին, այս համաձայնագրինը, դրանք բնավել չեն բխում Լիբանանի անմիջական շահերից, չեն բխում նրա տարածքային ամբողջականության պահպանման։ Եվ տրամագծորեն հակասում է այն համաձայնագրի դրույթին, որը ստորագրվել էր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Եթե իմի բերենք իրավիճակը այն ամենը, որ մի կողմից Թեհրանը փաստորեն սպառնում է ամբողջությամբ խզել դիվանագիտական հարաբերությունները, Միացյալ Նահանգներն էլ պատերազմը շարունակելով է սպառնում եւ Իրանի ոչնչացմամբ ընդཐུպ։ Առաջիկա օրերի կտրվածքով ինչ եք կարծում, ինչ կլինի։ Ի վերջո կհաղթի սթափ մտածողությունը եւ դիվանագիտությունը, թե պետք է հույս ունենանք, որ այնուամենայնիվ գահախտի ստապ տրամաբանությունը եւ դիվանագիտությունը Միացյալ Նահանգները գահացնի վերջի վերջո այն եզրահանգման կլինեն ստապ մտածող ուղեղներ, որոնք Թրամփին կստիպել այս անգամ չդավաճանել բանակցային գործընթացին, շարունակել բանակցային գործընթացը մինչև դրա արդյունավորումը։ Պետք է հուսով լինենք, որ դա տեղի կունենա, բայց այդուհանդերձ ես պետք է նշեմ, շեշտեմ, իմ անձնական տեսակետն է դա, որ ներկա դրությամբ պատերազմի հավանականությունը շատ բարձր է։ Մենք ցանկացած պահի կարող ենք ականատեսը լինել ռազմական գործողությունների, անգամ սահմանափակ դրա վերսկսմանը կամ լայնածավալ պատերազմի, իհարկե ես կարծում եմ դա տեղի կունենա այս ժամկետի ավարտից հետո, եթե այնուամենայնիվ բանակցությունները չարդյունավորվեն։ Պատերազմ ասելով նկատի ունեք լոկալ պատերազմ, թե մերձավոր արևելյան ամբողջ տարածքում մի քանի պետությունների ներգրավում։ 40-օրյա պատերազմի նախորդին Իսլամական Հանրապետությունը հայտարարել, որ սա լինելու է տարածաշրջանային պատերազմ։ 40-օրյա պատերազմի ավարտից հետո զգուշացրեցին, որ այս պատերազմի ծավալները, եթե հնարավոր, այսպես կոչված, չորրորդ պատերազմը, որը տեղի ունենա, Իրաքյան պատերազմը առաջինն է համարում, երկրորդը 12-օրյա, երրորդը այսպես կոչված 40-օրյա եւ համարում է չորրորդ պատերազմը, հայրենական պատերազմը, այդպես են անվանում։ Եթե այնուամենայնիվ չորրորդ հայրենական պատերազմը կամ Իրան, Միացյալ Նահանգներ պլյուս Իսրայել երրորդ հակամարտությունը ռազմական տեղի ունենա, դա իր բովանդակությամբ մասշտաբներով ամբողջովին այլ բան է լինելու։ Հուսանք, որ հարցը դիվանագիտական հարթություն կտեղափոխվի ամեն դեպքում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ։ Ցտեսություն։